Ես դիտացում դու հաջորդ անգամ գրելու ես ձուկ։ Ինչի։ Դե ծիրան, հիմա ծիրան ջերմուկ, հաջորդ անգամ ձուկ, հետո ծաղիկներ կգումարես, բայց ամեն անգամ այս ցանկը պիտի պահես։ Այդ նախորդներ եք բերեմ, դու բոլորին ասա, որ ես եմ բերում։ Հա, ամենը բերում է արգելված։ Ես էլ ես թողում էի ծիրանը հյուրասիրել։ Դու ձեզ սխալ ես թվում, ես եմ իրան ծիրանը։ Ես դե շատ այլ բաներ եմ առաջարկել։ Սուրճ։ Ոչ միայն, բայց ինչ։ Ես առաջարկում եմ այս սեղանը ընթացքում լցնել Ռուսաստանի ԵԱՏՄ արգելված մեր ապրանքներով։ Ռուսաստանի ԵԱՏՄ։ Չէ, ասում ես արգելված ապրանքների մի մասը Բելարուս է գնացել։ Դե Ռուսաստանի եւ Ռուսաստանի տարածքով տարանցում դեպի ԵԱՏՄ երկրներից դերձից։ Որովհետև այդ մարմինը, որ մեր ծիրանի մեջ գորիզա գտել, ռուսական մարմին, ոչ թե ԵԱՏՄ մարմինը։ Դե հա, բայց իրենց տարածքներում Շնորհակալ որ պատգամավոր ես նորից։ Դա դեռ հարց է։ Ինչի զգացողություն կա, կենտանական հարցերը։ Ինչ եք զգում այս պահին։ Չեմ երրորդ լավ հավատում եմ սիրացած է փոխանցում։ Նոր շենց զգացողությունները։ Իսկ ինչ-որ մտավախություն ունեցել ես նախընտրական շրջանում, որ ուզը պատմավոր չես լինում։ Հա, դե միշտ մտածում ես, որ մանավանդ բանի ցուցակի ժամանակ, ցուցակի կազմման ժամանակ, որ ինչպես ցուցակից ներմուծվել է, որ ամենաշատը ժամանակ թե որ հատվածում եմ առաջին 50-յակում երրորդում հայտնվող այդ բանը միտքում ունեն բոլորը ինչա ուսակցում են կոնստրուկցիաներ, դրանից հետո շատերը այն բանը բերում, որ սահարի թար սանքցիաներ այդ բանը բերում ու այդ բունը կվերապրում ենք այն սակսակվիացության ժամանակ չէ, սպանի ժամանակ արդեն 63-ին ժամանակ ստացվում մանդատ ստացվում, այսինքն եթե ես ըմբել ակնհայտել եմ, եթե իշխանություն ունենանք դրել, եթե չունենանք ինչ տարբերություն կլինենք, թե չեմ լինի, դա ամենակարևոր հրատապարտ Հա, ես ուզեի նիվադիր բարկամով երկրվել, փորձառություն չասեցել, երկրվել այդ փորձառություն չեմ ունեցել, միշտ մտածել հետաքրքիր նիվադիր բարկամով լինել, բայց ես շրջապատում ոնց է այդ արկածախնդրությունը լավ գան, բայց չերթվում։ Ինձ ունեցել լավ որ այս շրջապատում չհատային շատ դեպորակալ բանքներ այլ ընտրացել ու մենք նաև փորձարկենք մեզ ընկերության բերում մարդեն փորձարկություններ իշխանական բայց լավ հեռանկարներ չկան այդ առումով ցավով եմ դասում չէ բայց այն պատմածաշով մարդեն մեզ լավ արմինել դեցիկ չկա նորում ես դատություն եմ խորհրդանացել չանցածել Ես չեմ տեսնում, որ հետևել ասել կարող է աջակցություն, անդրությունից անմիջապես չկա, բայց ձեզանից ուրիշ ույս չկա։ Քո կարծիքով ինչ դաշտում ինչ կա։ Ինչ սադրով։ Դեռ ժամանակ կա, հիմա կան որոշակի ուժեր, բայց այդ ժամանակի ընթացքում կարողանում են վերակազմակերպվել, արտավարությունը կա 26 թվականներին այն թե ոնց են օգտագործում հայտնական վերապատանների ժամանակը Հարաբերս ես շատ բան եմ ապատիկ եմ հայտնական դաշտում Բայց լինելով վերջը էլի հեղափոխություն Հեղափոխություն չի կարող լինի եթե ընտրությունները չկեղծվեն բայց իշխանությունները կանցնեն նրանց ովքեր ավելի մեծ պոտենցիալ իշխանություն կան նրանց ով ավելի մեծ պոտենցիալ ունի բայց ոչ նույն խումբը իշխանություն չի կարող եկայնալ ու կուսակցությունը ինչ որ բայ պետք է դա վերջանալ էլի այդ պատմություն մեջ կողմինը այդ ժամանակ ով որ ավելի մեծ Բան պոտենցիալ իրավիճակի իշխանությունը քաղաքացիների մարդկանց թվային աջակցություն ստանում է ստանա այսինքն ինչ պետք է հաստատ չի ստանալու ինչ-որ բան մեկով որ կարծում եմ որ խելացի է որ ժողովուրդը իրեն չի հասկանում հետևաբար ինքը միայնակ եւ խելացի է բայց կան այնպես կան բայց իրենք քաղաքականապես պոտենցիալ չեն Ասի երկուսին կինոն սկսում կինոն երկուսին է սկսում բայց մայթը Հիմա նախաբանն է, սա նախաբանն է, կինոն բուն կսկսվի ամսի արդեն երկուսին Երբևէ մտածել ես քաղաքական սպասվելու մասին Դե ևս ուտ կլինի ասեմ, չեմ մտածել, բայց այսքան լուրջ, որ դա վերլուծեմ, քննարկեմ Չէ, ես նկատում եմ մտածել, թե
ոնց որ ինչ բարդ պետք է ամենա քաղաքական գործիչը ինձ այդպես որ դու ես այդ քաղաքական գործիչը որտեղ դու հեշտ է որ դու չես այդ բարդը ձևակերպել Դե կողքից էլ նայում որոշ քաղաքական գործիչների կարող է ինչ-որ տեղեր գտնեմ որոշակի ասոցիացիաներ, որ ինձ ավելի մտածում է, եթե ես լինեմ, օրինակ ես մի ձևով կվարվեմ, մի ձևով կխոսեի, հա, բայց չեմ խորացել։ Քաղաքացիած անցած շարքատեր բան եղավ, մանդատի մասին պատմություններ եղան, ու ես ոնց է սեփական փորձառություն ապրող մարդ, իմ ու իմ մանդատի հարաբերությունները արդեն տևական ժամանակ ապրող մարդ, մտածում եմ մասին, ոնց է կողքից էլին է զգացում, այս կոնկրետ այդ մարդիկ ինձ հետաքրքիր չեն, բայց իրանց որոշումները ինձ հետաքրքիր են, օրինակ երեք Բոհար Միլյանը ասաց, որ ինքը չի վերցնի պատգամավորական մանդատը, ու ես ուզում եմ ոնց որ դու փորձես այդ հարցին պատասխանել նրանք ովքեր մտածում են, որտեղ ես իմ համար այդ պատասխանը մի շատ հեշտ է։ Օրինակ ոնց որ լինել ցուցակի երրորդ համարը ու այն պահին որ թե ժողովուրդը մանդատ է տալիս, ասել որ դու դա չես վերցնի։ Այդ ինչ պիտի բաներ, ինչ պատասխանատվության ինչ ձև է, դա ինչ պատասխանատվություն, դա կա պատասխանատվություն, ոնց է մտածել, որ ոնց է, այս չեմ ուզում իրանց բաները, իմ հակադիր դեպի բան, չակադիր իրանց քննարկել։ Չէ, ինձ համար է դու մի ցուցակի երրորդ համարը դեր, այդ ցուցակը ստանար աշխարհի 6 հատ մանդատ, դու կվերցնեիր թե չէ։ բնական կվերց։ Իսկ եթե 66 հատ, կվերց։ այսինքն տարբերություն չկա իշխանություն կլինես թե ինդիվիդուա, եթե քեզ մանդատ է տվել։ Չէ, մի րոպե, եթե դու ունես կոնկրետ նպատակ, կոնկրետ գաղափարներ, իրավիճակ փոխելու կոնկրետ մղումներ, անկեղծ մղումներ եւ եկել ես մարդկանց համոզում ես դրա համար, այսինքն բոլոր պարագայում լինես դու իշխանություն թե ընդդիմություն, դու կարող ես այդ իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։ Եթե քեզ այդքան մանդատ է տվել, այդքանը պետք է վերցնես, դա մոտեցում է քաղաքական մաս։ Բայց դե ես սա գիտես որ տպավորությունն է, որ մենք տենց էլ չիմացանք Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուով։ Այսինքն մարդիկ ինձ ձայն տվեք, բայց մենք չգիտենք ով է կառավարելու այս երկիրը իր կողմից։ Այս բանի Մելոյանի մեկնաբանությունների մեջ որ ես գնում եմ ինստիտուտները կամրացնեն կուսակցությունների ընտրությունների ընտրական մեխանիզմ թափանցիկությունը ինստիտուտների ավելացնում եւ այլն, ինքը շատ ես չեմ համարում որ ինքը տափական բովանդակ տեքստեր է, շատ բովանդակային տեքստեր դրել, բայց ես միշտ մտածում եմ որ այդ բաները անելու համար ամենալավ տեղը խորհրդարանն է, օրինակ կառավարություն կարող է քիչ ավելի քիչ ժամանակ ունենալ սոցիալական ստապելու ու տրակտանիստների մեխանիզմների թափանցիկության հաշվետվողականության վրա ազդելու, բայց առհասարակ բնության մեջ ամենալավ տեղը, երբ որ դու կարծես որ ինստիտուտներին դերես թափանցիկության դաշտ, ասած խորհրդարանն է։ Հետաքրքիր է խորհրդարանական աշխատանքը նկարագրում, ասում եմ ես մանդատը չեմ վերցնում, որ դա անեմ։ Բայց ամենալավ տեղը դա անելու հենց այդ է։ Ես իսկապես նաև շատ տենց ոնց մտածում եմ ինչի է մարդիկ չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ, երբ որ դա չի ընդհանրում ինչ-որ բաներ գերարտոնություններ, օրինակ իրանց իշխանությունների բարեկամ, կարող է ինչ-որ արտոնություններ ունենալ։ Այդ գրավիչ չի լինի։ Ես գուցե ես մի այլ հանգամանք էլ առանձնացնեմ։ Այսինքն սերով պայմանավորված մոտեցումը։ Ես այդ էի որ կամ հա, չգիտեմ, գուցե մարդիկ հա այդ բանը որոշումը կայացնում են, որոշակի պրոցեսների միջով անցնում են ու հետո հասկանում են, որ նույն որ իրենք կին են, արդեն իսկ թիրախավորվում են։ Իրանք մտնել են թիրախավորման դաշտ, թիրախավորվեն, ինչը բազմաշատույթ է, բայց այն որ գոհարները այսօր խուսափեց փախավ թիրախավորումից, որտեղ ինքը հասնավ շատ թիրախավորված է լինելու, դա նրա հետևանքն է, որ պայմանական 9-8 տարի շարունակ թիրախավորել են եւ դա եղել է ընդունելի։ Ինքը լոյալ է եղել այդ վարքի նկատմամբ։ Ես երբեմն ֆիքսում եմ, որ դա թացել է մետաղում, բայց ես շատ անդառնել եմ թիրախավորման նկատմամբ եւ շատ զարմանում եմ երբեմն, որ այն մարդիկ ներված որ իրաց թիրախավորել են, որոնք նոր են այս թեմայի մեջ։ Այսինքն կարծես ինքը ինչ-որ ձևով արտադրանքել։ Ինքը չէ, բայց մարդիկ ընդհանրապես հանրությունը պետք է անհանդուրժող լինի դրանց նկատմամբ, որտեղ հանրային միջավայր, այս միջավայրը ցույց տվել, որ մենք լինենք թիրախավորված,
նպաստել, նրանց հրապուսել, այդ խոսքը տիրաժավորել, ոնց որ դրանից վյուեր քաղել ու այդ միջավայրում բարձր որ մարդիկ ոնց որ չկան մեծ առաքելության զգացում ունենան, իրենց անձնական կոմֆորտը կնախընտրեն, շատ քիչ մարդիկ կան, որ այդ անձնական կոմֆորտը զոհաբերեն քաղաքական գործունեության ու այդ բանի այդ ռոմանտիկ մարդիկ են ավելի ռոմանտիկ բաներ քաղաքական հետևաբար այդ միջավայրը որ ստեղծվել է մեր նկատմամբ մի քիչ բաներ իշխանություններ պետք է դժոխք լինեն բաներ կեսնեն ու թույլ տվել որ ձևավորվի մեր աջակցությունների համախոհներն են դրան պատասխան սկսել իրաց դրախովել ու դեպս կանենք են դուրս ամենաշատը ճիշտ մարդիկ են դուրս քաղաքական գործիչներ բայց կանենք ամենաշատը ստացվում է շատ մարդիկ չեն զինվորի անցուցողական ամենամիակ մարդիկ բայց միշտ կարող շատ օգտակար լինի մեր տարիների մարդիկ լինեն ովքեր հիմա էսել չեն միայն նրա համար որ այդքան բան չեն այդքան պատրաստ չեն դիրախավել Նաև ժամանակ ընթացքում սովորում ես բան շինելու նոր բան պետք է սովորես ադապտացիա։ Դե պատրաստ չի եղել անցում դրա միջով բանի համար սովորական իրանց Paragata կլի սովորական պատկանողական աշխատանքի համար դիմաց, որը ոնց որ իրենց ոչ միայն ավտոմատություն չի ենթադրում, որտեղ հիմա պետք է դասավորությունների քաղաքական ոչ միայն ավտոմատություն չի ենթադրում խորհրդարանական աշխատանքը ու եթե գուցե ավելի մեծ ավտոմատություններ լինի, թե առաջադեպել է, չէ՞։ Մտածում եմ որ այլ ավելի ավտոնյալ վիճակում լինելու դեպքում կհամաձայն երբեք սովորական պատգամավորների համաձայն չի սովորական չի Սովորական ոնց որ իր համար իր ակնկալիքի նկատմամբ է ստացել։ Շարունակի երեխաներին ասեն ինչ ես ուզում պատմում ասում են դեպուտատ կամ նախարար։ Լսի, ես այնօր մի հատ բանի հավաքնաշրջանակում բաներն եմ անձնական ծրագրեր եմ արձակեցնում։ Են հասնում որ եթե ոչ մի անգամ փորձարան չես գնացել ինչես առաջադեմ ինտերվյու պատգամավոր հասնում որ հետո ժամանակից եթե գործարար ես պետք է նաև Portan տեղը դուքների տեղը գծեի ասում եմ այդ գործը հիմա խաղի կանոնները տենց չեն տենց Անվանություն հիմա ոնց որ այդ կանոնի մասին է որ ասում եմ մենք սովորական պատգամավորներ մեր սենյակի պատգամավորները սովորական պատգամավորներ են որովհետև այդտեղ քվոտա գործարարական բիզնես քվոտա չես վերցնում խորհրդարանում այն սպասի քաղաքական գործունեության իսկ կանցած ասեցի որ Կեդեի ասում, որ այն մեխանիզմները, որ ստեղծվել են, հա, քաղաքական մշակույթը, որ ստեղծվել է քաղաքացիական պայմանագիրը հեղափոխությունից հետո հանգեցրել է նրան, որ 8-րդ գումարման խորհրդարանում միակ պատգամավորը, ով ոչ մի ելույթ չի ունեցել, Տարու Մարգարյանն է, իսկ նախորդ գումարումներին միշտ եղել են տասնյակ պատգամավորներ։ Այսինքն մենք բոլորս խոսացող դուք նշանակում քաղաքական գործունեության վրա շեշտ դրած Այդտեղի որ ուզում խոսքով մյուսներին բան համոզեն։ Բոլորս խոսած պատկերացրած ասենք, որ ամբողջ խորհրդարանը այդ խոսացող է, շատ քիչ գուցե համամասնորեն, բայց լրովներ չեն եղել, մենակ լրով միակ լրով տարածքներ։ Օգոստոսի 2-ից մեզ մոտ դեժավյու հա դինավորել է։ Չեմ մտածում։ Հա։ Չգիտեմ, դա չպատկերացնում ոնց է։ Ինձ մոտ դեժավյու է։ Քաղաքականություն ասել Շատ ցածր։ Հատերճայով պատկերացնում եք վրա։ Դե պատկերացնում տրամաբան այս փոխադարձ մեղադրանքների վրա հիմնականում։ Ինչ է մեղադրանքները։ Դուք անհատ իրենց 38 տալու կաշառքները 300,000 չվերադարձած ադեպեջոցիներին, 300,000 չստեղծված աշխատատեղերը, չգիտեմ 1000 մի բան, իրենք էս 30 տալու Ալիևի հետ պայմանավորվածություններ, երկիրը քանդելու, գործ սարքելու եւ էլի մի բան կար, հա, եւ Ռուսաստանը փչացնելու եւ ճոպատին ճպացնելու են, որ հենց իրենց ընտրությունն է կանխում 200,000 դոլարից վերադարձել։ Սանադրական բարեփոխումներն են գործընթացն են կանխել։ Ահա բան են արել մարդիկ։ Տեսեք, եկած նախագծը, ես մտածում եմ, որ եթե իսկապես ընդդիմության նպատակը լիներ համահայկական բարեփոխումների գործընթացը կանխելը, իրենք իսկապես պետք է իրենց այդ համախոհների 40%-ով քերասեն մանդատ մի վերցրել, որովհետև այդ պարագայում է միայն որ խորհրդարանը երբ ունենալու ոչ մի շանս չէ ունենա այս պարագան, դեպի պես տեղաշարժեր, բաներ բոլոր խորհրդարաններում իրավեղեն են
Ստեղ շանսեր ստեղծվում են։ Իսկ նա շանս չէ, որտեղ մարդ չկա, հետևաբար այս կողմը կացող չի։ Իսկ մա շանս կա։ Իսկ բան է ուզում էլիքս ասնել, լսի, ուժեղ Հայաստանից հալուր շանտալից ավելի մարդ մանդատներից հրաժարվեց, բայց մի որոշ ժամանակ առաջ ու ոնց որ ու եղան առանձին մարդիկ, որ մանդատներից հրաժարվեցին։ Քո տպավորությամբ էլի քաղաքական մեկնաբանության վերլուծության մակարդակում ասում եմ, այս տեղեկատվություն է։ Ինչ հապիտի մեջ չեն մտել, ինչ է եղել առանձին հապիտային և փոխին էին հարերան։ Էդ ինչ է։ Չգիտեմ, գուցե այստեղ շատ ինչ-որ խորը բան չկա, որ Իսկ մակերեսային ինչ են մի խումբ մարդիկ և առանձին մարդիկ։ Դե մի քանի տարբերակներ կա, գուցե շատ են եղել մարդիկ, ովքեր ուզեցել են կամ շատ էին ասվել, դեպի խմբով են ծալել են, մնացածի մասով դեռ որոշում չի եղել, այսինքն որոշում ոչ միայն անհատական որոշում, այլ խմբային, որը ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին։ Թե մենք տարբեր բաներից խոսեցինք անհատական մակարդակում, բայց ավելի շուտ հավաքական խմբային դա ուղղակի հաղթեց մարդիկ իրենց ներսում իրենց հաշիվներով իրենց Ես ասես որ այն խումբ մարդկանց փոխարեն որոշել են այս մի երեքով համար իրանք են իրենց համար որոշել։ Ես այսինքն այս մարդիկ քաղաքական դերակատարներն իրենց մասին որոշում կայացնում իրավունք են ձեռք բերել եւ ասել են ես չեմ ուզում լինել, նրանք քաղաքական չեն ձեռք մասին կայել ու մասին են այսինքն նայ գիտես ինչ եմ տենց հարկված մտածել, երբ որ դժվարանում եմ էլի ասեմ քաղաքական միավոր, լավ ասեմ, քաղաքական միավոր երբ որ ձևավորվում է ոչ քաղաքական հիմքերի վրա, ոչ արժեքային հիմքերի վրա, այլ պահի նպատակահարմարությամբ, նաեւ իրավիճակային կամ սնկերի ազդեցության տակ իրավիճակից կոնկրետ ինչ-որ իրավիճակից ելնելով, այսինքն իրավիճակի ես նկատի չունեմ համապետական մասշտաբի իրավիճակ, այլ ինչ-որ անձնական անհատական մի իրավիճակից, հետևաբար դա որոշումի կայացնի գործընթացները ոչ մի չգիտենք իրանք ոնց են որոշում այդ որ ասում գնանք թափանցիկությունը հաշվետվողականությունը բանը խեցի բերում շախտուղի այդ որոշումների կայացնում որոշում կացություն հաշվետվողականություններ մարդիկ հասկանալ այդ էս վերադառնալով էս մեր մանդատների թեմայի որը բաններ ցանկը մանդատների պաշտպանության որոնց ցիկլի մեջ են ակտուալն ասեցին որ քեզ մարդիկ ինչքան մանդատ են տվել այդքան չափով պետք է պատասխանատվություն ունենաս աշխատում անցուչափած այդ առումով նորից ներեն դիմադիր բաների թեմաշնորհ կիզարկելու ահա Վարդանյանն հայտնվել որը իրան ինչքան մանդատ են տվել այդքանի պատրաստ է աշխատել բայց ինքը ասել է որ ոնց որ ես գնամ փորձանալ եթե իրեն իշխանություն կամ ուրիշ իշխանություն լինի ոչ խփան եթե ուժը Հայաստան կրելի նա եթե չգիտեմ Հայաստան դաշինքը կամ դիմություն կոալիցիա դրա պետք է մենք ու միայնակ իշխանություն դնողը մի քասը իշխանան դրան շարժեք ու ինքը եկավ Հակառակով այս դեպքում է բաների իրար թիմակիցների իր համախոհները որտեղ դու ինչ քննադատություն մեկ ասել ունեցել է չացրել իր համախոհները քննադատություն իրար հետապարտարա որտեղ ինչքան տվել ինչքան քվեարկել են այդքան վերցրու մանդատը քասը դրանապատում գուցե արդարացնի որտեղ մնացած բաները օրինակ որ մենք հիշում ենք, այլ չեմ վերցնի, եթե դուք կամ չեմ անի, եթե դուք ուրիշ լինելով։ Գուցե դրանք ընթացիկ նաև իրենց համագիների շրջանում ավելի ոգևորություն առաջացնելու, հա, ասենց մարտական պատրաստվածության, այսինքն իրենց քննադատողները համագիրներն են, մենք չենք հասկանում Ուզում ասեմ, գուցե դրանք ընթացիկ կարողած ինչ-որ հայտարարություններ են եղել այդ պահի համար նպատակահարմար, իսկ ավելի հեռավար կամ մեծ պատկերի մեջ մարդը շփոթվեց համոզությամբ ինտերվյու դարձնելու կամ գուցե իրենց մոդել այդ տրամաբանությունը չի գործում, որտեղ էլի եթե մենք գալիս ենք չգիտեմ Անկոչենն ասել է կարող է կոչերն ասել ասած լինի մի վերջ, բայց ի հեջը կսկոչեն վերջած լինի։ Վստահ ոչ, ծիծաղ առաջացնում, անգամ դες բանը մտածել է։ Քո ասելով չի, բայց շեշտում եմ։
Նկարանը վարվանը չէ, Բայց դուք դες կանեք։ Լսի, դե մենք ոնց որ պայմանավորվածություն ունենք բանից առաջ, ցուցակ կազմելուց առաջ, կանոնակարգ կուսակցության խմբակցերի բայց որ այդ որոշումները արարողության դեպքում պատվիրակում են վարչության է, պայմանավորվածություն նախնական ոչ թե ընթացքում ձևավորված է, դա վարչություն կարա նման որոշում կայացնի մեր վերաբերյալ, բայց այդ դեպքում մեր դեպքում գոնե ոնց որ ամբողջ բանը մեր վերաբերյալ որոշում, այսինքն հաշվի առնելով դուք ինչ եք ուզում։ Չէ, հաշվի, եթե ընթացքում օրինակ, ոնց որ եղել է օրինակ բանի ժամանակներ հովի կաղազերեն բայց հովի կաղազերեն վերաբերյալ վարչություն քննարկել, քվեարկել է X ֆորմ եւ X դեմ, այսինքն բերնել է դեպի որոշման դեպքեր շիորնյացն է դեմ եւ ֆորմ թվերով, որ ինքը պետք է մանդատի դնի։ Դա եղել է կուսակցության որոշում է, ինքը չի կատարել, հետևաբար դուրս է եկել խմբակցություն, որտեղ խմբակցությունը պայմանավորվածությունը ամեն ինչ պետք բան է, չէ՞։ Սակայն եթե դու չես մանդատը վերցնես, ասել ես այս բուգի քեզ Մենք չեմ ուզում, բայց բան է, բացում։ քեզ ասում են չես կարող դիվացից գնալ։ Չեմ ուզում, բայց բան, ասեք, հարյուրյակի մեջ եմ, ես այս մասը չէ առաջադեպի այդտեղ նոյեմբերի բան, այլ մոտներ։ Այդ դեպքում ահա, օքեյ, կա մարդ որ չի ուզում, օրինակ Ալեն Սիմոնյանը չի ուզում մանդատ վերցնել։ Դա հրապարակային ամեն բոլորը ստիպ են։ Եթե Ալեն Սիմոնյանը ինձ հարցերից իհարկե փորձ կտա այդ մանդատը վերցնել։ Իսկ ինչ ասել Ալեն Սիմոնյանը։ Դե ինքը ասել որ առաջում հանգստանում է։ Դա հանգստացավ તો հավերժում։ Ես չգիտեմ ինքը ինչ որ ասել լավ։ Ես հույս ունեմ, որ ինքը չի գնահատավոր, այլ կմնա հանրային քաղաքական դաշտում որևէ քաղաքական աշխատանքով կսպասվի, կուսակցության ներսի աշխատանքներ, վերջացած համապետական աշխատանքներ, քաղաքական աշխատանքներ, որտեղ ես կարծում եմ ինքը լավ քաղաքական գործիչ ու իր մոտ լավ աստվածություն քաղաքական գործունեություն է։ Բայց կապում արդյոք որոշում էի մարդիկ են եղել, որ ես իրանք մտածեմ, որ իրանք լավ կներ քաղաքական ոչ ունեն, որ իրանք որոշում գնալ մասնավոր, հետևաբար իրանք որոշելի բայց Ալեն Սիմոնյանը գիտես ինքը այնպիսի մարդ է, այնքան իրանով ինքնակերտ հանրային համակարգի, որ ինքը կարող մասնավոր գործունեությամբ զբաղվի, ուղղակի քաղաքական հարցեր վերաբերյալ կարծիք ասի, ուսակտաշում լսի Ալենի կարծիք քննարկի լուրերով թողարկեն, որ ինքը էս ասել իրան արձագանքեն, ինքը օրակարգ ձևավորի, նույնիսկ չլինելով ազգային ժողովի նախագահ, ինքան պոտենցիալ ունի դու կարես հազար բան ասես և ինքը չառաջացնի օրակարգ, ավելի բան ասի, տող ասի, դա առաջացնի օրակարգ, դա իրա այդ քաղաքական հատկանիշները դրանք պաշտոնի հետ չեն գալիս ու պաշտոնի հետ չեն բնում։ Դրանք մարդիկ կանունի, որտեղ իհարկե ինքը աշխատանքի կամ չունի։ Կան մարդիկ, որոնց ասածները ազդեցիկ են։ Անջում Ալեն Սիմոնյանին կոչվում են որպես կիսվետեսանքեզով Ասում են կիսվետեսանքեզով Հայ, դե տեսանյութերի մասին ազդեցիկ կիսում Մեր տեսանյութերի մասին ասեցի շիշեցի, մենք խասյատ ենք դարձել, սովորություն ենք դարձել, հանդիպել և զրուցել շաբաթը մեկ պարբերականությամբ, ինչի սկզբանե չգիտենք, որ տենց ստացվել է, բայց չունենք վերնագիր։ Այո, մենք չունենք վերնագիր։ Մենք անուն չունենք։ Ուզում ենք որպեսզի դուք մեզ առաջ ինչ-որ վերնագիր անուն, որ հնարավոր լինի ներկայանալ, ավելի ներկայանալի լինել։ Միասին մտագրող անենք, թե ինչ վերնագրի ներքո կարող ես զրույցները, եթե իհարկե դուք համաձայն եք դրա հետ, ամեն շաբաթ պարբերականությամբ գնաժիրերի, եթերի, ու ձեր առաջարկները մենք կքննարկենք սերտ ու կորոշենք իրար հետ հենց Դե, հա, կարող ենք նախապատվություններ նախապետ ունենալ, բայց հենց ստեղ կորոշենք, իսկ ես եթե չորոշենք, ասում շարունակենք առաջարկները։ Համ իրենց առաջարկներն էլ խրախուսեք, եթե ձեզ դուրեկած բան կարող բանանեք, վերահաստատեք, չգիտեմ, հավանեք եւ այլն, որ երևա։ Եվ մի մոռացեք թեմաներով մեզ կիսվեք։ Եվ եթե ուրիշ առաջարկներ ունեք, թե ինչ բան ավելի լավ անենք, եկել ասեք, քանի հավաքվել եք։ Ես ուզում եմ ցույցեմ, որ դու անդրադառնաս մի հարցի, որ մեզ տողնեց մեր Բայց ուզում եմ հասկանամ այդ հարցին հիմա անդրադառնամ, թե ինչ հետո։ Okay, դե այլ փոքր ինչ հետո անդրադառնամ, որտեղ դու շատ կարծում եմ ասելիք ես ունես։ Չէ, բարձուն եմ, շատ ասելիքություն եմ, ուրիշ բան եմ պատմել դրա հետ կապված, բայց դու ասա։ Okay, շատ։
Ծառուկյանի գործները շարունակվում, այդպես որ հա, քննչականում էր եւ այլն։ Ու ես թեմային եմ անդրադառնում այդ համատեքստում։ Միևնույն է ինձ համար շարունակվող խնդրահարվից, այսինքն ես չեմ վերքում, որը իրավական խնդիրներ կարող է լինել, հա, այդ մասով չէ, այսինքն ինձ համար երբ որ տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ, այսինքն սենց մասշտաբի եւ նշանակության ժամանակագրությունը շատ կարևոր է, երբ են դրանք տեղի ունենում։ Հիմա որքան էլ օրինակ տարբեր մարմիններ, ասեմ որ քննությունը դնում է շատ ավելի վաղ, չգիտեմ, միջընտրությունները, այս տարիներով գրում ուսումնասիրում էին եւ եկան հասան, այնուամենայնիվ ինձ համար խնդրահարույց է ժամանակաշրջանը երբ ընդգրկում են գործողություններ արդեն, որովհետեւ դրանք թայֆինգ են տալիս հետապնդելու դրանում քաղաքական էլեմենտի արկայությունը, այսինքն քաղաքական էլեմենտը նկատի ունեմ քաղաքական հետապնդման, հա, կամ քաղաքական ճնշման դրամատության մեջ, ու ես վստահ եմ, որ այդ մարմինները առնվազն գում է կարող էին ժամանակի ընթացքում, չգիտեմ, ավելի ոչ թե ավելի լավ աշխատել, այլ մի քիչ ավելի վաղ տեղի ունենային այդ իրավական գործընթացները կամ դեռս շարունակվեին։ Ինձ համար չգիտեմ ես որտեղ տեղավորեմ այդ ժամանակագրությունը, որ ինձ շատ խանգարում է։ Այսինքն ես չհերքելով նաև այն իմաստով, որ ես լուստրի չեմ, ես երբում եմ ապրել ու այնքան բան եմ լսել եւ այլն, հա, որ ասում ես չեմ բացառում, որ լիքը իրավական խնդիրներ կան։ Այո, ապրել է արդար եւ շարունակելու է կառուցել Հայաստանում եւ իր թորներն են կառուցելու են 200 տարի հետո այդ բանը կառուցվելու դրա վրա գրվելու ծավալ։ Հավատում եմ, բանջում եմ ասելու, բայց այնուամենայնիվ այս համատեքստում մի քանի հարց են, այս սպորտսմենների թիրախավորումը, հա, ինձ համար խնդիրը որ սպորտսմեններին թիրախավորում են, այդ չի, բոլորին թիրախավորում են, բայց թե ինչ հանգամանքներից ելնելով է դա տեղի, ինձ համար դա շատ մեծ պրոբլեմ է, այսինքն ինչքան ա եղել որ չեն աջակցում դրան հանել։ Դրա համար իրանց թիրախավորում, թե որ աջակցում են թիրախավորում։ Չէ, որ չեն աջակցում։ Բա այս մարդը այդքան փող ա տվել ձեզ, նվերներ ա տվել, պայմաններ ա ստեղծել ձեզ համար, դուք այսօր ձայն չեք անում։ Այս գիտես ինչ է ինձ համար, այս շատ sense ողբերգական տեսարան է, որովհետև այսինքն մի մարդ, մի ոլորտ, իրանից այնքան ծայրահեղ կախման մեջ է դրել։ Տարբեր մարդիկ տարբեր ոլորտների, նաև թվում պետական ապարատը ինչ-որ բաներ լոյալացնելու մեխանիզմներ ունեցել։ Ու այսօր այդ ամենը երեսով ա տրվում համապատասխան իրավիճակից ելնելով ու երկրորդ հակասություններից դու բարեր արես եւ որտեղ ինքը բարեգործություն ես արել, ինչպես նաև այսօր բանկը գերի ուղերձից չէ ասում։ Ինքը անշահախնդիր իր հաշվի այսինքն ոնց է պահանջում որ այդ մարդիկ ինչ-որ քաղաքական դիրքորոշում կտահայտեն կամ ձեր կարծիքը անպայման կիսեն, հա, այսինքն դու ինչ բարեր արես, դու կաշառոտու ես թե բարեր արես, կաշառոտ ես տվել այդպես բան էլի արդեն այս սպորտսմենների հետո կշարունակես սպորտսմենների թիրախավորի արդյունքը ես հնարավոր 2019 թվականը երկու հատ բան ունեցա, դե ժամանակ կան, որ ոնց որ բանը YouTube նավաճան հողատու Ղարաբաղ բան թեմաներ չկային, ամենաերուն թեմաները LGBT-ան, քաղաքական իշխանության թիրախավորելու համար, մենք էլ ոնց որ բան չենք էլի, չենք շատ ուժեղանում ենք թվակի մեջ չնայած ես գիտեմ որոշ գործիքների կարող ոչ բաներ, որ որոշ քննադատություն արժանի հայտարարություններ արել, բայց ընդհանուր առմամբ մենք մարդկանց պաշտպանում ենք, ոչ թե ունես տպավորություն, որ հիմա վայրը չէ, Արցախն են վերցել, Արցախով իրար ծեծում են, այն ժամանակ մարդկանց էին վերցել, շփոթում են այս ձեր մարդն։ Ու այդ ժամանակ տեղյակացա մի հատ իրադարձություն բանը Լիլիթ Մարտիրոսյան, որը տրանսգենդեր կինա է, կավազգան շուկով գրանցել է մարդու իրավունքների հանրաշրջանի ելույթեր ունեցել, նաև սոցիալական որոշումներ հայտարարել, որտեղ Մարիա Կարապետյանն է բերել այդ կնոջը ազգային ժողով։ Միշտ ոնց որ բացել էլի
հայտարարում է, դեպի հայտարարում է, եւ ինքն է ասում, որ ինքն նիստը վարում է, քեսի դու պատերնա, խաղ պատմություն։ Իսկ որ վերացնի։ Ոնց ես ոնց բերելը Ինչ է բերել, մարդ Չէ, նկատիոնը ոնց լսումների ժամանակ տրամաբանական չի մարտվել։ Այլ հարց որ կարող է ինչ-որ կոնկրետ թեմա, ասենք լրագրության մասին խոսել, բայց լսում լինի, ես հետաքրքիր է այդերը բացվել են միակ դրանցի, որտեղ կարևոր է, թե դու ինչ կասես լրատվամիջոցների թափանցի կգաս կխոսես, բայց եթե բերելով չէ, հայտարարելով ալին իսկ եթե վերածելներ այսքան հրավիրացին, այդ պրոբլեմ չի։ Եվ երկրորդ իրադարձություն, որ տեղի ունեցավ, կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարությունը, այս ոչ թե նախարարությունը, այլ նախարարության ֆինանսական միջոցներով հանձնաժողովի որոշմամբ ֆինանսավորում են մերները տալիզյան մասի տիգմեններ, տրանսգենդեր տղամարդկանց։ Երևի հայտնի մարդկանց հայ ծանրամարտիկ բոլորը հպարտացին, երբ որ ինքը կանոնաշխարհի ժամանակ աշխարհի Եվրոպայի արտադրությունների ժամանակ հայկական դրոշնաբարձրացրել։ Ու այդ օրերի այդ ամենաակտիվ լոկոմոտիվը հակալեգբետացման բաններ, բհկներ այդ օրերի այդ հայտարարությունը լույստեսնում, բան հրապարակվում, այդ հայտարարություն կա, որտեղ մի խումբ մարզիկներ դա պատասխանում են այս իշխանության քաղաքականությունը, այդ երկու դեպքի վրա հրվելով, այդ հատկապես մերիների դեպքի վրա հրվելով, բանի էլի այդ ինչեր արևմտյան եվրոպական առատավոր բանկերի բան քաղաքականություն դատապարտում են ու մի խումբ Հայաստան իշխան մարզիկի պես իրենք դրատակով ստորագրած, որոնք հիմա ոնց որ բաներ լինեն հրաժարվում են աջակցել բարերարի, ինչի վերքով իհարկե իրանք են թիրախավորվել են մյուս խմբի մարդկանց, այսինքն այդ հակատիչ ճամբարի մարդկանց կողմից եւ այլն, ու այդ ժամանակ գոնե արժանացի մի քանի սպորտսմենի մակարդակում, մարզիկի մակարդակում պարզել են, որ այդ մարդկանց ոնց բանի քանի որ ուղիղ կախման մեջ հիմա այս կախման մեջ չէ, անցյալի բարեգործությունն է երեսով տալիս, չէ, ասում են մենք ձեզ անցյալում լավություն ենք արվել, հիմա ոնց որ մեդալակիրներ, սպորտ չեմպիոններ, պետությունից տարեկան ամսական բաներ բարձրացություն ստան, որ գնա ասեք չգիտեմ, մարդկա միլիոն կես փող ստան, որ գնա սպորտով զբաղվի, ուրիշ բանով չզբաղվի, ինչ որ անվանական թոշակի պես մի բան, եթե հաշվի նվաճում իրեն։ Այս ժամանակ իրանք ուղիղ կախման մեջ էին, ընդ որում այս բաները բացել, ով որտեղ դրանցած է, ինքը չի իմացել, բայց պետք բյուջեից է իրական այդ փողը ստացել, միայն խատարած պատմություն, հա, չարժ դրան այսօր անհրաժեշտ, բայց մարդկանց ստիպել էին հանդես գալ տերապևտիկ մի կողմ։ Իրենց մարզիկ ընկերոջ դեն, որովհետև ես վստահ եմ, իրանց շատերը մերիների չփել է, հարաբերությունները ունեցել են, ինչ-որ ընկերություն արել, ու այդ ծանրամարտիկներն, այդ ծանրամարտիկ կին ծանրամարտիկների ստիպել էին, որ այդ կախվածություն ոնց էին օգտագործում քաղաքական նպատակներով։ Ու եթե տեսնես, ինչ տարբեր ժամանակաշրջաններում հայտարարություններ, բաներ, մտավորականները, արտիստները, գիտնականները, սա ինչ-որ բանի մեջ է, ինչ-որ այդ իրանք իրանց հետ ներդաշնակ չեն այդ հայտարարությունների ժամանակ շատ մարդիկ բանից բարձում է, իրանք բազմապես մեծ կախման մեջ են, որ իրանք չեն կարող ուրիշ հայտարարություն անել։ Ես ասում եմ ողբերգությունը այդտեղ իմ ասացել իմ ողբերգությունը տեղավորվում արականավոր մարդը, այսինքն այն մարդուն ում տարել, չգիտեմ, տուն ես նվիրել, մեքենա ես նվիրել, եւ դու այդ մարդը ուղղակի տանը նստած չի եղել ու դա արել ես, հա։ Անուններ չտան, հա, այդ մարդիկ, այո, մարզական աշխարհում լուրջ հաջողություններ են հասել, դուք էլ ժեստեր եք արել, մարդկանց ինչը լավ է որ արել եք, բայց չնայած դա լոյալությունն են առել իրականում, այդ մարդկանց հեղինակությունը, բայց այդ մարդը գնացել է ասի աշխարհի առասպելություն կամ օլիմպիական խաղերում մեդալ վաճառ եկել է, այդ մարդկանց անձնական վաստակը նվաճում է, տարել իրան փողակը, չէ։ Այդ իրան համբավը առել է որպես քաղաքական լոյալություն, ոչ խրախուսել է, որ ինքը լավ բան արել է, համբավը, որով սա հայացքը բարձրացնել, գնել է, ասել դա կլինի քաղաքական լոյալությունը։ Ինչ չէ, ուրիշ լավություն արել, չի չգնացել, ինչ պատահական քեզ լավ, որտեղ դու հետաքրքրություն ես։ Ոչ մի բան չեմ արել այս երկրում։ Չէ, դասի բավարար չափով ազդեցություն։ Արտակես յութուբյան ալիքի դիմաց կարարանները այն ժամանակվա միջավայրում կարարաններ, որտեղ ինքը գիտի, որ դու ազդեցություն ես, քո ազդեցություն կգնի։ Իմ ասածը դիտես որնա, որ ինքը ոչ թե օգնում է մարդկանց ձեռք բերել այդ համբավը,
Այն տեսնում արդեն համբավում է ծորմակը, գնում առնում է այդ համբավը։ Ես համաձայն եմ, որ այդ կա, ես նաև չեմ բացառում տարբերակը, որ կա հենց այդ ուղղակի զուտ ցանկությունը, ես ունեմ այդ հնարավորությունը, ես վերջում ինձ համար քաղաքական հայտարարություն տանեք։ Հա, բայց վերջում երբ որ դու գալի հանդիպում ես դրա ոնց որ ջրում է, դրա ոնց որ ջրում է, ես դու սկզբանե մինչև այդպես բան լինելը կարող ես նաև մտածել, որ դե ապրես մարդ հիմա ունի ինքն էլ հետաքրքրվում է մարզաշխարհով, այդ մարզիկներն են փորձում է նաև իր չափով ոգևորի, բայց շատ լավ է թող ոգևորի, բայց երբ գալիս է մեկ մի հատ նշում պահ, երբ որ դու հաթաթա ես տալի տես, դու չես սկիսում իմ համակիցների իմ կուսակցության արձագանքները ծպտուն չես անում, այդ դեպքում արդեն տեսակ այդ քո նախկին արածը այնքան անարժեք է դառնում, հա, որ հավատալու եմ հողի։ Հա, հավասարում եմ հողի։ Բայց քան ասացի առաջին մասով ես արծել, հա, որտեղ դե ծառայանը անգամակալն է փոխությունից հետո մեկը 20 թվականի սեպտեմբերին է եղել, հոկտեմբերին խափանա բյուջեից փոխվել է, ու մեկը 26 թվականի ըստ հունիսը չիկը, ուզում եմ ինձ փորձես պատասխանել իմ հարցին, թե որն է այդ լավ ժամանակաշրջանը, որ կարա օրինակ բանի գործը ապօրինի գույքի գործը 23 թվականն է հարուցվել, այսինքն այդ գործնարնես, այդ կոնտրոլները ունի մեջտեղում։ Հիմա օրինակ մարդը չի կարա մտածես, լավ այս մարդը քաղաքականությամբ չես զբաղվում, իր գործերը։ Ես մարդը կարա մտածի, ես ուզում եմ ոչ թե ուզում եմ դու բան անես, ինձ մեղադես, ինչպես ես բանի, այլ ասես, թե որն է քաղաքական առումով, եթե պետք է մենք ստիպենք իրավապահների քաղաքական միտք ունենալ եւ մտածել քաղաքական։ Ես դա դրան եմ գալիս, ես։ Քաղաքական առումով որն է լավագույն ժամանակաշրջանը, որտեղ սրանց առաջ նախընտրական է, մի տարի նախընտրական է եղել։ Իսկ ներս չի որ մի ամիս է նախընտրական եղել։ Այդ դրա նոյան տապանի բանի թեմաների մի 6-8 ամիս կա։ Դրանց առաջ նախընտրական էր։ Դրանց առաջ բանի սրբազան շարժումներ, ես գիտեմ։ Գիտես, հիմա եթե ավելի խորանա լավագույն ժամանակը գիտես թե լավագույն ժամանակը հեղափոխությունից անմիջապես հետո էր, որովհետև երբ որ ասենք շատ ներողություն։ Շատ լավ է ասում հեղափոխությունից անմիջապես հետո, բայց դա գործնականում անհնար չէ։ Դե հիմա չգիտեմ, դրա պատասխանը Քո ակնկալը քո մտքի մեջ ձևակերպում են, որ բռնողը Նիկոլն է։ Ոչ։ Ես բայց գալիս եմ դրա, բայց ես գալիս եմ։ Նայ խնդիրը որն է, որ չեմ կարծում, որ որը մեկը կբացառի, որ Հայաստանում եղել է կրիմինալ բովանդակությամբ, քաղաքականությամբ զբաղվողներ կամ զբաղվող խմբեր, չէ՞, կամ միավորներ, կուսակցությունների տեսքով, չէ՞, որոնք էլ իշխանություններ են զավթել, պետություն են զավթել, խալանել են դրա համար ապօրինի գույքի օրենքեր ընդունել եւ այլն, ու իմ համար ամենախնդրալից բանը, երբ որ այս մարդիկ եկել հասել են այսօր բան, այսինքն կրիմինալ բովանդակությամբ քաղաքականությամբ զբաղվող հասել են այսօր ստեղ, մենք այսօր նստած իմ ասացի պատասխան չի ասացու ուրիշ բան։ Չէ, ես իմ ասացի պատասխանն եմ, որ դուք այդ մասով ռեֆորմներ այնքան թերացել։ Իսկ օրինակ եթե 27 թվականի բռնային ոգևորներին։ Բայց 28 թվականի բռնային ոգևորներին։ Իսկ ասում եմ ես օքեյ որ իրան չեմ բռնել կոզել 10։ Okay, չես որ չեմ բռնել։ Okay, չեմ որ չեմ բռնել։ Չէ, ուզում Ես խորապես համոզված եմ նախկին իշխանությունների ժամանակ իշխանությունները բոլոր բաները պետքա չգիտեմ քաղաքական իրավական գնահատական այդում եւ ձեր պետքա քաղաքական իրավական գնահատական։ Իսկ քաղաքական իրավական Գիտես քո տեքստերը շատ քո գործընկերների տեքստերի պես քո տեքստերը այն մասն է որ դու ես քաղաքական հավակնություն որ դու գիտես ոնց ճիշտ վարել քաղաքականություն ես չեմ ասում արի բան դու դա ոնց որ ես քեզ տամ դեռ արի դու պետք որ չէ ես քեզ չէ այդ տեքստերը երբ որ դու ասես չէ դու կան քաղաքականապես մի բան որը պետք է դուք չանեի դա պետք է ուրիշ բան անել չէ երբ որ դու ուրիշ ծրագիր ես արել քաղաքական ուժ ես ես չեմ ասում դու ուրիշ բան պիտի անեիք Լսի իմ հարցը դրա մասին չի եթե դու ուրիշ ծրագիր ես առաջացնում դու ուրիշ քաղաքական ուժ ես գնա այդ քաղաքական ուժը ծրագրի ես ասում եմ արդյոք ավելի քաղաքականապես անշարժ
կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանին կանոնավորեին 2027-ին։ Գագիկ Ծառուկյանը վստահաբար մինչև սեպտեմբեր դուրս էր գալու քաղաքական պրոցեսներից, գնալու էր հանգիստ նստելու էր իր տանը կամ զբաղվելու էր իր գործով, եւ իրավաբանները գնալու են ասելու են բարև ձեզ եկեք։ Okay, այսինքն ուզում ես ասես 27 թվականին քաղաքականապես ավելի անշարժ կլիներ։ Եթե ասեք փաստերով իրանք ձերը դա պետք է սպասեն քաղաքական ավելի նպատակահարմար ժամանակաշրջանի։ Ես ուզում եմ թվին իրար հետ խոսենք այս մասին, բայց արի արձանագրենք, որ 25 թվին չէ լինի։ 25 թվին, եթե նախորդ տարվա ընթացքում բռնեին, ասել էի, բանը նախընտրական շրջան։ Դու հայտնի քաղաքական հավաքություններ ասում են նախընտրական շրջանը մրցակցություն հանում։ Չէ, բանը էլի արի այդպես անմեղ տեմպով մինայ վրասի։ Չէ, ես ինձ չի ասել։ Ես ընդհանրապես հետընտրականը ասես հետընտրականը նախընտրական չես ասի, դա։ Ես ընդհանրապես մտավախություն եմ հայտնում։ Հետընտրական շրջանելու իմաստը, որն է այդ մարդը արդեն կրվել է։ Նախընտրականի ժամանակ քաղաքական հետապնդումը ասեմ թողնա, իրանց նմերի մեջ բերում։ Նաև անձնական վրեժում։ Այսինքն բանը կարելի է անցնել բանի։ Երբ որ դու ասես քաղաքական, ես ուզում եմ քաղաքական բարի մեջ օրենը, որովհետև բանի ժամանակ սան մայիսին ինքնություններից 5 օր բռնեի նախընտրական ժամանակ ավելի քաղաքական հետապնդման համար, բայց ոնց կարող է ես չեմ իհարկե վերագրում քննիչների մոտիվացիա, կարող սպասեն ինքնությունները լինի, դրանք պետք է գնահատել ժողովի դեպքում վերցնենք, թե չէ նոր գործընթաց է անենք, որտեղ մտածել մտենք ասնաճով խորհրդային ծուտենք դեպքերս պատկանողի, ինչպես մի անգամ արդեն արելի։ Հիմա պրոբլեմը, մեծ պրոբլեմը է, գիտես որ երբ բռնես, ես 100% համոզված եմ 2018-26 թվականին ցանկացած օր մատիկ բյուրոյացույցի վրա Գագիկ Ծառուկյանի բռնի քննչական ակցիան իրավապահարին դա լինելու է քաղաքական։ Գիտես մի, որտեղ Գագիկ Ծառուկյանը հանցագործ է, ով զբաղվում է քաղաքականությամբ։ Անհնար է որ դա ես դրա համար շեշտեցի կրիմինալ բովանդակությամբ քաղաքականությամբ զբաղվողներ։ Բայց այդ մարդկանց երբ գտնում ես թեմա քաղաքական ժամանակաշրջան կամ նախընտրական կամ հետընտրական մի իրենց ասածը այն է որ դուք այդ ձեր քաղաքական հնարավորությունը լծակը օգտագործում եք քաղաքական կոնյունկտուրայից ելնելով հարմար ժամանակ, այսինքն դա իրավական գործընթաց չի։ Այդ եմ ասում, եթե ինքը քաղաքական գործունեությամբ չզբաղվեր, երբ իրան բռներ իրավապահ համակարգը ոչ ոք չեր իմանա, չեր ասի քաղաքականը։ Եթե այն պարագայում, որ ինքը անդադար քաղաքականության մեջ է, իր ցանկացած իրավական գործողությունների նկատմամբ քաղաքական նպատակահարմարության լավ բացատրություն կունենա, որտեղ ժամանակը քաղաքական առումով ժամանակը միշտ քաղաքական է։ Հիմա ավելի բացվում, թե ինչ եմ ասում, դու ուրիշ բան ես ասում։ Նաև ուզում եմ այդ թեմայից խոսենք Ծառուկյանի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է իրավապահ համակարգը։ Որը պետք է լիներ Նիկոլ վարչապետ Ծառուկյանը հանցագործ եւ իրավապահները գործողություն անեին, ու դա տենց չմեկնաբանել։ Հանրային տվել է հրահանգ եւ այստեղ մի հատ հարց ունեմ ձեզ։ Դուք ինչ իշխանություն եք, որ նրան բռնելու հրահանգները հանրային ոնց հարկով գրել։ Դե այդ հանրային բավանդակության մասին իհարկե դա բանը 8 տարի շարունակում է կապվում։ Ես 100% վստահ եմ իհարկե դա ոնց է ամեն մարդը համոզմունք ունի դժվար անապացուցել է սուսան ու վարչապետը որևէ քրեական գործի որևէ գործի շրջանում որևէ մեկի առանց ասացիքների ոչինչ չի ասում։ Այսինքն չի որ մեկին առանց հանդիպի այդ գործի մասին բանը որտեղ նույնիսկ այդ հայտնի ձայնը դիցում իշխեց որ Հալիվանեցյան զանգի մասը ինչ անենք ասում տեսեք ինչա գրած է տարեք ոնց չգիտեմ ոնց է տեղի ստվատարպես է արձագանքում ու իրա ոճը քաղաքականությամբ զբաղվի հետո ասում որ որտեղ ինձ պատվերատվել էս ինչ բան անել եթե նույնիսկ դա չունի բռնել նշանակված Ծառուկյանի բռնել ժողովրդի ինձ քարոզաշրջանակ ասես գնացեք Ծառուկյանի բռնել դա հանրային այսինքն կարող է իրավապահ համակարգը զգայուն լինի հայտարարությունների նկատմամբ ես չեմ ուզում ասել էլի որ նրանք լսում են եւ դրանք ոչ մի ռեակցիա չեն տալիս բայց որ իրանք ուրիշ որևէ խողովակով կոպիտ ասած ուրիշ որևէ ճանապարհով ուրիշ որևէ բան չեն լսում առանց գործերի մասին ես դրանում եմ համոզված
չգիտեմ, ինձ համարում չէ, ցավը պրոբլեմ կա, այն իմաստով չէ, որ դա հանրային ասած նստելու է եւ դրանց ամենը նստած է։ Գործունեության treba էլի դա բան չի ոնց է շատ հաճախ լինում է նաև իդեպ դա ֆիքսացնելու սերտերացիալը նաև ասած քանքեր հակառակի որ ինչ որ մեկի մասն ասել որ սա հացակորտը է պետքանստի այդ մասը տենց է չի նստել որ եւ տենց է բախ երևան փոսել էս կաֆե այս ռեստորան դրու ու տենց մարդիկ լիքն են որոնց մասին վարչապետը դա ասել է որտեղ իրա գործողությունները սահմանափակվում քաղաքական հայտարարություններով փոներ բանի մակարդակներ իրավապահների անկախության մակարդակում դրանց ամենը Կասում ձեր ուժը չի պատում։ Ես գիտեմ որ մեզ տենց կասեն որ այդ իրավապահներին որ վարչապետը հայտարարեց բայց դատավորը խափանման միջոցը փոխեց Եվ թողեց գնատուն, օրինակ չգիտեմ, Սամվել Կարապետյանն էլ չէ, բայց բավական սուր հայտարարություններ արել, բայց կարող այս հարցերից է շատ մարդիկ համաձայնություն են, մանավանդ ներաճեպիսներ, բայց ստացվում որ ավելի լավ է տենց, քան թե հակառակը, որտեղ դա մոնե շանս է տալիս երբևէ ավելի լավ իրավապահ համակարգ ունենալ, բայց եթե վարչապետը հեռացվեցի զանգի իրավապահներին ասի սենց արեք, դա ընդհանրապես շանս չեն ավելի լավ ամենալավ տարբերակը երևի են կլիներ, որ չենք համստայելի լինել այդ համակարգը, որ Կարապետյանին կալանավորեին, թե տնային կալանքի հետ ուղարկել, այսինքն դա շատ բնական բայց դա չի այդ բաները շատ ժամանակ ապա շատ երկար պետություն ունենալ ապա ոչ թե Նիկոլ Սերժ Քոչարյան բան, ինչ-որ մեկի իշխանությունն է շատ պետք լինել, պետք է որ երկար ժամանակ պետություն ունեցած լինես մի բան, որ իհարկե մեր վարչապետը չի լինել։ Կողմ ուզում ես ասես մեր վրա ուսմի դրել։ Չէ, մեր վրա ռեֆորմների հարցում շատ հարցեր կարելի է հույս դնել, բայց ոնց որ ժողովուրդ պետություն հարաբերությունները իրանք շատ երկարատև ու բարդ հարաբերություններ են, ակնարամի իշխանություն, ակնկալի որ այդ հարաբերությունները ասենք, բայց ֆունդամենտալ դեպքեր վրա բնի իշխանական գործադրում եք ներառել հարաբերությունների որակի վրա աշխատելու սկսած բաների, բանախոսությունների մակարդակում, բայց ասել որ մենք կարենտ երկու տարվա աշխատանքը երկու տարի դա լուրջ ակնկալիք չի։ Անդրադարձել են հարցում։ Այն հարցի վերաբերյալ դե բանը գրել էի քեզ այս շարունակություն։ Այս են հարցերի տրամաբանությամբ, որ ձեզ ոչ են կանում, այս հարցեր գրել։ Ես ուզում եմ թեմաներին անդրադառնալ կամ ձեզ հետաքրքրող բաներ, եթե ուզում եք լսել այդ թվում։ Քաղաքացիներից մեկը ինձ գրել է, ասեք ինչի մասին է, գրել է, որ մեր խոսակցության ժամանակ դեմոգրաֆիային առնչվող հարցի վերաբերյալ հիշել է իրական Հայաստանի 8-րդ կետը, որտեղ կարծես թե տպավորությունն է, թե մենք խրախուսում ենք մարդկանց ունենալ առաջին երեխան, մինչդեռ իրական պետք է ոնց որ հաջորդների մասին մտածել, եւ առաջարկում է պատասխանել Խաղաղ Հայաստան լրագրողներ իրար ստացնել։ Ես Խաղաղ իրական Հայաստան գաղափարախոսն ասում եմ խոսակցություն, ես ասեմ թե ինչ ձև է էլի քաղաքացիների հարաբերումից տեքստի հետ ու այդեն բացեց թեմաներից մեկն է որ առաջին մտերան որ ասած էի մենք ցածմի գուշվաներ եք դառնում մեր հարաբերությունները ամրացնելու համար Իրական Հայաստան գաղափարախոսի քանի ճանաչ հաստատում դա որտեղ բան հայեցակարգային ու քանիշներն են գրել թե ոնց են պատկերացնում ասենք կարող այս քանիների ոնց են պատկերացնում տնտեսությունը մի 5 տող նկարագրացնի կամ ոնց են պատկերացնում դեմոգրաֆիան Եթե ես քաղաքացիներից ես այս վարչապետի հետ առանձին բացատրելով քաղաքացիների նամակների ստանում եւ ես այդ բոլոր նամակները կարդում էի հազարավոր էջեր եմ կարդացել քաղաքացիների առաջարկների առաջ շաբաթանցնելու էլի ես տեսնում եմ քաղաքացիները իշան խառը բաների մասին մտքեր ունեն լսում են այդ բանի մեջ այդ տեքստ վարչապետն ուղղակի նամակի մեջ որ հայեցակարգային բաների պետության մասին դատողությունների աշխարհական հարաբերությունների առօրյական չգիտեմ ողջ այսինքն ամենակենցաղային ամենաբանիդերական բաները տեսոցը ամեն ինչ լսում են որովհետեւ տպավորությունն է թե քաղաքացիները ոնց չեն հասնում հայեցակարգային փաստաթղթի գաղափարախոսության ծրագրի ռազմավարության օրենքի ու իրանց ցույցմոմանք էլի ես բոլորի մասով չեմ ասում տարբերությունները լավ չեն հասնում որովհետեւ թե ինչպես ունենան երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ երեխաները կարծում եմ 6-ի համար ծրագիր կա դրանք դեմոգրաֆիական չէ ինչպես խրախուսում որ այդ գործակից 1/2-ից բարձրանա 2-1 կոպիտ ասած
ամեն երկու քաղաքացին գոնե երկու երեխա ունենան, էլի այդպես միջնացած ոչ թե բոլորին վերաբերող հարցը դա։ Այդ Հայաստանի դեմոգրաֆիական քաղաքականության վերաբերյալ փաստաթղթը այդ չեմ սխալվում, այդ փաստաթղթը իդի որ դրաֆտում տեղադրված կամ այսինքն դեռ ոնց որ ռազմավարություն չի ընդգրկվել ու դա աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունն է միջև էս ասում, որովհետև մարդիկ իսկապես առաջարկներ ունեն քաղաքականների, բայց չգիտեմ որտեղ դա անեն։ Շատ կարևոր է իմանալ, որ փաստաթղթի մեջ ինչ առաջարկա պետք է անել։ Ես ընդհանրապես քաղաքացիների հարգում եմ բաժանորդագրվել իդրաֆտին։ Իրանց հետաքրքրող թեմաները նշել, որտեղ իդրաֆտի բաժիններ ունի, դու կարաս ասենք, չգիտեմ, մենակ ինչ-որ համայնքի որոշումներ նշես, կարաս ինչ-որ ոլորտի, ասենք, ամբողջ ԲԳՄՍ նախարարության միայն հուշարձանների քաղաքականություն նշես, այս քեզ հետաքրքրող ոլորտների, ստանալ ծանոթություններ եւ միշտ չկան փաստաթղթեր, որոնք մենք հրապարակում ենք միշտ իդրաֆտել, այսինքն օրենքներ, կառավարության որոշումներ, նախարարի հրամաններ եւ այլն, բոլորը իդրաֆտում լինում են եւ բոլորը պարտավոր են առնվազն ձեր առաջարկների, եթե դրանք կարելի է իդրաֆտով արձագանքել։ Ես քան մարդիկ առաջարկներ ունեն, ես խնդրում եմ ուղղակի գնալ ճիշտ տեղում գտնել եւ այդ առաջարկները անել անպայման, որովհետեւ մենք կարելի ունենք առաջարկների, մենք չդիմություն ինչպես դիպես մենք կարելի ունենք որակյալ քննադատության, որակյալ առաջարկների եւ ես կարծում եմ լավ ճանապարհ է ինստիտուցիոնալ ճանապարհով գնալն։ Այդ է ուզում անպայման էս կապակցությամբ ասել, որտեղ այդ մի քանի 3-4 էջանց փաստաթղթի վերաբերյալ ես այնքան բաներ եմ կարդացել, շատ հետաքրքիր եմ, բայց բոլորովին այդ տեղի մասին չեն էլի այդ փաստաթղթը։ Ես դեռ մի բան ունեմ, մի հարց ունեմ, լավ հիշեցի, բայց հիմա չեմ ուզում, որպես մենք քննարկենք, հաջորդ անգամ քեզ անպայման կհարցնեմ դրա մասին։ Հա, դա մի հարց կար, որը ես տեսակ չէի կարող անցալել, հա, ինձ փոքրիկ ասած, բայց դա հաջորդ անգամ։ Այդ մասով ավարտեցի։ Հա, բայց ես ընդհանրապես ուզում եմ օգնել մարդուն, ասել մարդկանց, որ իրանք փորձեն գտնել ճիշտ տեղերը, որտեղ նրանք իրենց առաջարկներ կան, որտեղ այսօր սխալ տեղում են, որտեղ ստանում իրանք ոչ մի տեղ չեն իրացնում, իրանք կարան լավ գաղափարներ, բայց լավանալ ճիշտ տեղում։ Գնացեք իդրաֆտ մի խոսքով։ Եվ գտեք կոնկրետ այս դեպքում գտեք դեմոգրաֆիայի ռազմավարության փաստաթուղթը եւ այնտեղ արեք ձեր առաջարկներ կամ դուք ասեք ես Արսենին ասել։ Կարելի է կոմենտներ ասել։ Աշխարհաքաղաքական հարցերից քեզ հետաքրքիր բան կա, ես շոկ բանացնում։ Համբուրում աշխարհաքաղաքական շաբաթ չես տեսնով այդ բոլոր գնացել հանգստի եւ այլն ես բաների մեջ պատրաստ։ Մեր բանը, մեր վայրենի հետ կապված հարցերը, այսօր մեծ բանը շուտեր հույզը նացրել։ Իհարկե ինձ համար ենթակառուցված է հուշարձան թիրախավորել միշտ ցավալի է բանը անձնական ողբերգություն եմ ապրում, որ մարդիկ հավաքել են ինչ-որ մարդիկ, հարյուրավոր մարդիկ հավաքվել են ինչ-որ բաներ սարքել, ինչ-որ բաներ ստեղծել եւ այլն եւ բնականաբար Բայց դրա արդյունքում կարող է։ Հա, բոլոր բաներ բացառություն են ու տրամաբանություն կա, որտեղ ողբերգության պատերազմը անխուսափելի ողբերգություն է, ու ոնց որ փոխադարձաբար թիրախավորում են ու չի կարծիքով արդարացնել արդարացի բաները դժողներ են լինում եւ այդ արդարացի դժողների իմաստը այլ պերիսի բաժանորդներն են հայաստանցի եւ երևի մնացած տեղերից ու այդ ոնց որ ամենաբուրըն քննարկող թեմաներ աշխարհական որտեղ իրականում այդ ժողովուրդները որոնք այդ առօրյական իրերի սպառողներն են, ամենամեծ ազդեցությունների վրա, ու այդ ակտիվը որ իրանք ներգրավեցին այդ թեմային այս ինչ է ռեյսը, պատվիրած ապրանք չէ։ Դիվերսիֆիկացրեք։ Կամ ուրիշ մի բան գտեք, հազար ու մի բան կա, չգիտեմ։ Հա, իհարկե ցավալի է լրիվ կիսում, ընդհանուր, այսինքն ցավալի չի փոխհատուցելու։ Հա, դա ֆորս մաժոր է։ Դե հա։ Ցավալի, այսինքն ոչ թե վայր պերիսի այդ իրավիճակն է, այլ ցավալի ընդհանուր պատերազմն է։ Եվ դա ինչ լինում ցավալի։ Բոլոր էլիտեր կային, ես չգիտեմ ինչի լրացում անցկացել, այստեղ հարված հասցրեցին իրանում, չգիտեմ, չի դադարում։ Ոնց որ մի 5 տարի է չի դադարում այդ
պայթունները, դրանց առաջին բայց ավելի վերջին տարիների շուտով ակտիվացնա ու անցած հույս կա, որ ոնց որ այս շոպայի կանգարի ու աշխարհակարգական իրավիճակի ինչ-որ կան պայմանավորվածության կապից, այդպես չի լինում, չգիտեմ, ինչ ակնկալ ունեք բանի նատոյի վերջին կարգավորման գործության թեմանից, կարծես ինչ-որ հարցեր պատասխան տվի տար, բայց էլի իքը հարցերն ավելի շփոթված Եթե մեր նախորդ քննարկումներից մեկի կապված շարունակություն տեղի ունեցավ, ըստ չէ ճանաչել Հայաստան շարասպասահա հայոց Ուսումնյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը Այո, ճանաչեց։ թե ոգևորությունները, թե դատապարտումները, թե բաները, իզուրանց իրար վրա կորկորալ, շնորհակալություն դու պետք է բանանեի շնորհակալ լինեի, դու պետք է դատապարտեի, դասարան սոքսարի անիմաստեր Այո, եզրափակվենք ուրեմն, կոչանենք որպեսզի լայքեն մեր տեսանյութերը, հաջորդագրվեն, մեկնաբանություն դրեն, այո, տարածեն և կիսվեն գաղափարներով։ Անար Պարսիմոնյանը։ Այո, Ալեքսյանը։ Ես շշոջերմունքները, այսքան ապակոչ շշոջերմունքները ավելի են գերադասում, քան պլաստմասի։ Նորմալ չէ, պետք է ապակոչ շշում, Скучно часами метафор